Ատամնաբուժարան, օթապարիկ, պորտուգալական կոստյում, բարձրաստիճան կղմինդր, Թունիսյան նոթատետր, Ռոբերտ Դաունի կրտսեր, պոլիգրաֆ։ Ցանկացած ուրիշ հաղորդման ընթացքում այս բառերը նշանակություն չէին ունենա, բայց սա իշաչար երեկոն է, որտեղ ամեն ինչ եւ ամեն բառ կարեւոր է, անգամ իմ այս շարժումը եւ իմ այս ձայնը։ Ուասա։ Այո։ Վասյա ասեի, հետաքրքիր։ Դե ինչ, մենք սկսում ենք իշաչար երեկոյի թվով որորդ եթերաշրջաններ։ Չեմ հիշում։ 9-7 Դե ոնց հիշեմ, որտեվ բոլորս մտածում ենք պորտուգալական կոստյումից հետո ինչ եմ ասել, բայց իհարկե հիշում ենք առաջին ալիքի եթերում իշաչար երեկոյի երկրորդ եթերաշրջանն է բարի երեկո բոլորին։ Հաղորդման ժամանակ հյուրերը պետք է հիշեն ամենատարբեր մանրամասներ, տարեթվեր, փաստեր, իրադարձություններ, որոնք լսվում կամ տեղի են ունենում հենց նկարահանման ընթացքում։ Իսկ համահաղորդավարը շոուի ընթացքում կատարվող իրադարձություններից հենց տեղում կազմում է հարցեր եւ տալիս հյուրերին, ինչով էլ ստուգում է, թե ինչքան ուշադիր են նրանք։ Ամեն փուլում մասնակիցները ստանում են միավորներ, ամենաշատ միավոր վաստակացյուրը դուրս է գալիս սուպեր եզրափակիչ։ Դե ինչ առաջինի եթերում սկսվել է Գարնանային եթերաշրջանը, իսկ դա նշանակում է, որ հիշաչար երեկոն եւս վերադարձել է։ Մենք մեր տաղավար հրավիրել ենք 3 հայտնիների, ովքեր ամբողջ հաղորդման ընթացքում ցույց են տալու, որ իրանք շատ լավ ընկերներ են, բայց նկարումից առաջ ես բարևելուց չէին հասկանում իրար պաչ են գտելով բարևետ, դրանց բարևետ, որովհետեւ մեր մոտ հայտնիները հիմնականում շատ դեպքերում շատերը ցույց են տալիս, որ ընկերներ են, բայց իրականում իրար հատում են, մենք կհասկանանք այսօր այդպես է թե չէ, բայց խաղի շրջանակներում ես առաջարկում եմ, որ դուք ատեք իրար, որովհետև սա մրցույթ է։ Սա մրցույթ է, որտեղ հաղթում է ամենահիշաչար մարդը։ Իհարկե ես չգիտեմ ինչ են միշտ ոգևորվում մեր հայտնիները, որ ես եմ ամենահիշաչարը, այդքան էլ լավ բան չի, որ մարդը հիշաչարը, բայց ամեն դեպքում հիշաչար երեկոն մի նախագիծ է, որի ժամանակ պետք չի բղավել բանկ, որտեղ այդ թույլ օղակն է, պետք չի նաև Էրիկ ջան ման գալ թե ով է սկյուրիկի դիմակի տակ, որովհետև սկյուրիկի դիմակը ընդհանրապես չկա, աղասն է իր դեմքով նստած։ Հիշաչար երեկոյի կանոնները շատ պարզ են, ամեն հաղորդման ընթացքում այստեղ տեղի են ունենում տարբեր բաներ, որոնք պետք է պարզապես հիշել։ Ընդամենը պետք է հիշել, իսկ հետո այդ ձեր հիշածը դառնում են միավորներ, իսկ ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցը մեզ հետ գալիս է Սանտա Մոնիկա, կասեին եթե լիներ ես հաղորդում Միացյալ Նահանգներում, բայց քանի որ Հայաստանում է մեզ հետ գալիս է պարզապես սուպեր խաղ, այնպես որ մեր խաղի կանոնները հեշտ են, ինչպես ժամը 7-ին Դավթաշենի կամրջի վրա խցանման մեջ ընկնելը։ Այո։ Մինչև մեր նոր համահաղորդավարին ներկայացնելը շատերը դիտում են ու ասում են, «Էս ինչ նոր համահաղորդավարը, ինչու՞ մեզ հետ չէ մեր նախորդ եթերաշրջանի համահաղորդավար Արմենը»։ Նախորդ եթերաշրջանից հետո Արմենը մեծ փառքի ասավ, որոշեց առանձնանալ եւ առանձին անել այս հաղորդումը բուլղարական հեռուստաալիքներից մեկում ու հաղորդումը հենց այդպես էլ բուլղարերեն կոչել է հիշաշար երեկո, հնչում է այսպես Zapomnishta-se večer։ Zapomnishta-se večer։ Մաղթենք Արմեն հաջողություն բուլղարական իր կարիերայում։ Փոխարենը այսօր ամբողջ եթերաշրջանում մեր հետ լինելու է Նորայր Նիկոյանը, ես առաջարկում եմ ծափարենք Նորային։ Բարև Գրիգ ջան, եկեք Գրիգին էլ ողջունենք, ծափարենք։ Այո։ Հարազատ ազնվորություն։ Առաջին մարդն ես, որ ասում է ողջունենք։ Արմենը չէր ողջունել։ Երևի ուզում է երկար մնա ինքը, 3-րդ, 4-րդ, 5-րդ Իհարկե։ Ողջունում եմ քեզ, հաջող երկրորդ եթերաշրջանը մեզ մաղթում։ Բայց ես առաջարկում եմ մի քանի փաստ Նորոյի մասին, դերասան, հումորիստ, ֆինանսիստ, մետալուրգ։ Քանդակագործ։ Մետալուրգ, անկեղծ։ Երթվում եմ։ Դա նույնիսկ sense ասեմ, հնարավորություն ունի գիտությունների տեխնացու դառնալ։ Մետալուրգը քարտաշն է, հա։ Չէ։ Ինչի հենց մետալուրգ, որտեղ այն մասնագիտություններ, որ եթե ասեի, որ ասպիրանտուրայում ավարտել ես մասնագիտությամբ մետալուրգ եմ, ոչ մի քիչ որ հարց չէր կարա տալ, իսկ այս դերասա։ Դրա գատը։ Ինչը դերասա։ Մետալուրգը ձուլող եմ ես, ձուլող։ Հանքից բերում են հումքը, այդ ձուլում ստանում ենք օրինակ ոսկի, արծաթ, մոլիբդեն։ Ուզեցել ես հարուստ դառնաս։ Այո։ Instagram-ում Նորոն ունի 115162 հետևող։ 163 արդեն։ 163, այո։
դիտում են, միանգամից սկսում են հետևել քեզ, Հենց ավելացավ է։ 54% տղա, 45% աղջիկ, իսկ 1% կվադրոբեր նորոյի լսարանն է։ Նույն լսարանն է, կվադրոբերի հետ լսարանը, ովքեր հիմա բադ կոմենտ են գրում։ Ինչ է կանում ես, ինչա։ Էս ինչա, աֆ։ Միաու։ Բացի իր մասնագիտություններից Նորոն փոքր տարիքում հետաքրքրված է եղել շախմատով, բոլորը ճիշտ ինֆորմացիան են։ Նորոն այնքան էր տարվել շախմատով, որ իր վարկանիշը հասել է 1973 միավորի։ Խնդրում եմ մեզ Այս ինֆորմացիաները ձեզ որտեղից հետաքրքիր է։ տվել են քո կվադրոբերը։ Այո, եղել է դες բան։ Ես անկեղծ ունեմ միջազգային վարկանիշ, հետ կարաք ստուգեք։ Բայց ինչպես Ես բարդ բաների եմ շատերը մասնակցել։ հասկացան, Նորոն չի դարձել շախմատից, այլ դարձավ մեր նոր եթերաշրջանի համահաղորդավարը, չնայած ոչ մի օր համահաղորդավարի չի գնացել։ Եկեք Նորոին ծափարենք մեր բարի գալուստ առաջին ալիք, բարի գալուստ իշաչար երեկո։ Ես գիտեմ, որ Նոր ջան, դու նոր ես եկել Հայաստան, Եվրոպայից։ Հենց նոր անկեղծ։ Հենց նոր ես եկել, կնոջդ հետ գնացել էր Եվրոպա։ Ուզում եմ մեզ պատմի, որ քաղաքներում ես եղել եւ ամենակարևորը, քանի որ սա Հայաստանն է, ինչքան գումար ես ծախսել բոլորին հետ։ Ես գիտեի, որ ամբողջ տողատակը հենց դա էր, թե ինչքան գումար եմ ծախսել։ Մանրամասն ասեմ։ Դեպ շատ դատարկ ձեռքերով ես եկել, էդ էլ ֆիքսենք, բայց Ես բայել եմ դա ետնաբեմում, սա ուղակի ասեցի, մեկա չեն կարա ստուգեն։ լեկտի սուտ է։ Դա պատմում եմ, ուրեմն ֆինանսներ դա հետաքրքիր է կոնկրետ։ Եվ Ուրեմն մարտի 8-ին գնացինք Դորտմունդ, այնտեղ ծախսել ենք մոտ միակ հայ մարդով կնոջը Մարտուտին Դորտմունդ ա նվիրել։ Բայց ինչի ես Դորտմունդ։ Ինչի Դորտմունդ։ Քանի որ Ամստերդամը շատ մոտ էր Դորտմունդին, իսկ ուղիղ տրեջ Ամստերդամ չկար։ Չէ, գնացինք Դորտմունդ, հետո մոտ դեռ մի $150 ենք ծախսել, որտեղ տես մի գիշեր ենք մնացել։ Գիշերը դու Եվրոպայում դոլար ես ծախսում։ Այո, իրականում դրամ էի ծախսում շատ ավելի ծախսել։ Հետո գնացինք Ամստերդամ, հաջորդ օրը գնացքով, այնտեղ դե 3000 Ամստերդամը հաջիկների մի քիչ քաղաքեր, այնտեղ մոտ մի Հաջիկների քաղաքեր շրջանցեցինք Ամստերդամը։ 1400 տենց եվրոյի կարգի ծախսվեց, հետո գնացինք Փարիզ մի 5 օր։ Բայց կար որ ամբողջը ծախսել եք, եկաք վեդի։ Ակենք պես այլ Փարիզում մոտարապես դրակ ենք ծախսել, մոտ մի 700 եվրո Փարիզում։ Հետո գնացինք Վիեննա, 2 օր Վիեննա մնացինք, էլի տենց մի 200-ից 300 եվրո ծախսեցինք, հանրագումարային մի խոսքով մոտ մի տենց 2780 եվրոյի կարգի եմ ծախսել, մոտ 1,270,000 դրամ։ Ու այդ բոլոր օրերը մարտի 8-ին ա եղել են։ Այո, մարտի 9-ին գնացինք Մարտի 8-ի մեջ տեղավորցրել է։ Որտե եթե վերադարձանք Հայաստան ամենակարևորը։ Բայց շատ լավ ճոխնվեր ես այլ մարտի 8-ի համար, լավ ծախսվել է։ Իհարկե, այդ մենակ մարտի 8-ի համար չէր, ասել եմ։ Այնտեղ ամեն քաղաքանոց ասում է ես ապրիլի 7-ի համար։ Ծնունդա նոր տարի բան։ Տաղկազարդ բարեկենդան բան։ Բայց Կազարտը շնորհավորում դուք։ Բաբոս, ձեր տունը տես չի։ Բայց իսկ ցույց ավելի էժանանոց, թե քան ստեր մարտի 8-ին ծաղիկարներ Երևանում, էլի, հաստատ էժան է։ Հա, հաստատ։ Իսկ դուք վերջին անգամ երբեք ճանապարհորդել տղեկ։ Չէ, բայց աշխատանքը ինչ է, որ հենց ճանապարհորդել եմ, որ առանց գործ։ Դեկտեմբերի Հորացա։ Քրիսմասին։ Ծննդյան տոնը։ Դեկտեմբերի 25-ին։ Որտեղ է ճամփորդել։ Էրիկը որտեղ է ճամփորդել։ Նյու Յորք։ Նյու Յորք։ Ինձ հարցրեցիր Էրիկին էլ հարցրա, ինչքան ես ծախսել։ Նյու Յորքի ամենաթանկ քաղաքներից մեկն է, ծախսվում է, այդպես ընդհանուր, չգիտեմ, մի 10,000, չգիտեմ, այդ 10,000 դրամ։ Շատ լավ է։ Շատ լավ է, լավ էլ է ժանազորի։ Աղաս դու որտեղ ես հանգստացել, Վանաձորը չենք հաշվում։ Վանաձորը չհաշված Իժևսկ։ Անկեղծ ասած, ես վերջի անգամ հունվարին եմ գնացել զուտ ընկերներից տեսնելու մի 5 օրով Սանկտ Պետերբուրգ։ Ահա։ Բայց փող չեմ ծախսել, դեռ չեն թողեց ծախսեմ։ Իսկ ինչքան չես թողեց ծախսեն։ Մոտավորապես մի $3000 կարգի չեմ թողեց ծախսեմ։ Հրաշալի ընկեր։ Իրանք չեն թողեց ծախսեմ։ Հրաշալի ընկեր։ Լավ։ Ներ ունես դու։ Կամ ծանոթացնում եմ քեզ։ Դեկտեմբերին Միլան էին գնացել, Հենոյից մոտ։ Հենոյից յուր։ Իսկ եւս չեն թողել ծախսել։ Էս ասեմ, ուրեմն Որտեւ եթե չեն թողել, աղասը մյուսին կգնա Միլան։ Դու Պիտեր Սանկտ Պետերբուրգ։ Իմ դեմքը հենց տենում են չեն թողեմ ես փոխադարձ, որովհետև ջոգում եմ որ չունեմ։ Տրիշկե Տոմսը ես եմ արել, ես կինս տղաս, հրավիրատոմսերը Հենց պատմեց ոնց որ շատ ուրիշ մարդկանց համար արել։ Դա ես արա, ով է, ես կինս տղաս։ Դե հաշվում ենք, չէ, 3 հոգու տոմս։ Հրավիրատոմսը, այսինքն բան, ստադիոնի հենոնա բարձատվել, երեկոյան ընթրիկ ինքն է հաշիվը փակել։ Իսկ տենց կոնֆլիկտային իրավիճակ եղավ, դե լավ էլի դե հեն դե թարգի բան։ Բայց Իտալերեն դա ասես չեմ իմացանք Ինչքան փակեց հաշիվը բոլորին։ Չգիտեմ, բայց տենց կենտրոնական լավ թույն իտալական ռեստորաններ։ Դե ինձ թվում է հենուն Երկու ընտանիք, չգիտեմ, մի 6-700 եվրո։
Մոտավոր։ Ինձ թվում է հենց հիմա մեկնաբանություններում մի հատ ինչ-որ հաշվարկող գրած է, որ հաստատ մի 650 եվրո ծախսել է։ Մեկնաբանություններում գրեք, ինչքան է փակել Հենրիկ Մխիթարյանը Դավիթ հենց սեղանի համար եւ այսպես մի քանի փաստ Նորոյի մասին մենք լսեցինք, հիմա փաստեր մեր հյուրերի մասին։ Եկեք ծափարենք Էրիկ Կարապետյան 1988 թվականի հունիսի 5-ին Թբիլիսիում ծնվում է Էրիկ Կարապետյանը։ Առաջին երաժշտական մրցույթին Էրիկը մասնակցեց ու հաղթեց նորածինների երաժշտական մրցույթում որպես ամենամաքուր նոտայով գոռացող երեխա։ Բրավո։ Լյա նոտայով Գիտես ոնց է ծնվել հաղթածս դրոշով ա եղել արդեն։ Էրիկը մեծացել է վրացական բոլորիս քաչ հայտնի Գլդանի թաղամասում։ Այս թաղամասը հայտնի է համանուն Գլդանի լճով, վրացական ամենամեծ բանտով եւ իհարկե ամենասիմպո հայ երգիչով։ Հա? Այսքանից հետո։ Այսքանից հետո 2004 թվականին են կառուցել, մենք գիտենք։ Էրիկը հաճախել է բոլորիս կրկին քաչ հայտնի Ցաբադզեի անվան երաժշտական դպրոց, ջութակի բաժին, որտեղ ուսուցչուհին արմատներով Աբխազիայից կին էր, իսկ նրա ամուսինը Աբխազիայի վաստակավոր արտիստ ջութակահար Պատան։ Այո։ Էրիկը զուգահեռ երգում էր վրացական երգչախմբում շատ հաճախ Կախիձեի դահլիճում։ 12 տարեկանից Էրիկը հաճախ գալիս է Հայաստան, վարորդներ Սերժիկը եւ Վանիկն էին բերում փոքրիկին այդ ժամանակ իրենց միկրոավտոբուսներով։ Արդից օգտվելով ուզում եմ բարևեմ։ Ողջույններ։ Մինչև բերում էին այնքան ժամանակ, մինչև Էրիկը մեծացավ, սկսեց երգել ու սկսեց վարել իր թվանոց մեքենաները։ Ձեր ծափարությունները ոչ ավել, ոչ պակաս Էրիկ Կարապետյան։ Աղաս Մանուկյան, եկեք ծափարենք։ 1986 թվականի դեկտեմբերի 19-ին Վանաձորի ծննդատներից մեկում լսվեց անչի հմար արտահայտությունը։ Նորածին աղասը դեմ էր բարուրին։ Իսկ դեմ այդ բժիշկն է ասա, ինձ հանելած լավ չի։ 4 օր անց 1 մետր 83 սանտիմետր հասակով աղասին դուրս գրեցին հիվանդանոցից։ Ինչքան 1 մետր 83 սանտիմետր 4 օրեկանում։ Հիմա ավելի բարձր։ Աղասը հաճախել է Վանաձորի 5-րդ դպրոց, որտեղ իր սիրելի ուսուցիչն էր Դասղեկ Ընկեր Ափինյանը։ Աղասի կյանքից հետաքրքիր դրվագ 1993 թվական սեպտեմբերի 1 տոնական այդ օրը աղասը առաջին անգամ գնում է դպրոց եւ մինչեւ բոլոր երեխաները շարք են կանգնում, աղասը կորել էր։ Մոտ 2 ժամ 40 րոպե անց աղասին գտնում են դպրոցի կողքի ցեխոտ մի դաշտում, որտեղ ֆուտբոլ են խաղում։ Այս բացությունը ճիշտ է։ Անկեղծ ես ֆուտբոլ շատ էի սիրում ու տենց մինչև այդ միջոցառում առաջի զանգը բան նշում են, տենց աշկս ընկավ տեսան դե ֆուտբոլի դաշտում մի քանի երեխա խաղում էին այդ։ Ոչ դպրոցական։ Ոչ դպրոցական գնացի տենց ընկա մեջները։ Շարունակենք աղասի մասին ինֆորմացիաները։ Աղասը 3-ից մինչև 8-րդ դասարան հաճախել է ազգագրական պարի։ Աղասին այնտեղ հենց այդպես էլ ասում էին, ազգագրական պարի։ Աղասի պարի ուսուցիչներն են եղել Ֆրունզիկ Եղոյանը եւ Համլետ Երիցյանը, հետաքրքիր ինֆորմացիա։ 9-րդ դասարանից աղասը սկսել է խաղալ ուհա, լավ էլ խաղում էր ու երևի հենց սենց էլ հումորներ են տեղանում։ Աղասը սովորել է մանկավարժական համալսարանում, աշխատել է շինանյութի խաղում 7 տարի ու ինչպես հասկացաք այդ ամեն ինչը արել է որ դառնա հայտնի հումորիստ։ Վանաձորցիների քրաշ 3 մետր 18 սանտիմետր հասակով, այդ հələ մինչև ծունկ եմ ասում։ Անձնավորություն Սիրված երգիչ Աղաս Մանուկյան եկեք ծափարենք աղաս։ Սիրված երգիչ, ոչինչ, երգիչ։ Երգիչ։ Բայց անկեղծ է դա։ Մա YouTube-ով ընկած ու երգերն են ման գալիս։ Այս ինքնակենսագրականից հետո որ պայից հասկացալ որ երգիչ։ Չէ, անկեղծ այդ երգը դե ես երգիչ չեմ էլ ուզում անկեղծ ասած։ Բայց ճուզելով 25 հատ կլիպ ունես։ Հա, բայց այդ ոնց որ հոբի ավելի շատ։ Բաբուր ուզենար։ Բաբուր ուզենար ինչ էր։ Բաբուր ուզենար ինչ։ Լավ ես փորձել։ Լավ, աղասի երաժշտական կարիերայում մաղթենք հաջողություն եւ ձեր ծափարությունները Դավիթ Մանոյան։ Այո։ Այստեղ լուրջ մի քիչ, սպորտսմեն է։ Դավիթը ծնվել է 1990 թվականի հուլիսի 5-ին Երևանում։ Մինչև ֆուտբոլով զբաղվելը Դավիթը զբաղվել է լողով։ 2007 թվականին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Փյունիկ ակումբի հետ։
2008 թվականին միացել է Փյունիկի առաջին թիմին եւ առաջին տարում խփել է 3 գոլ։ 2008 եւ 2009 թվականներին դարձել է Հայաստանի չեմպիոն։ 2009-ին նվաճել է նաեւ Հայաստանի գավաթը, սուպեր գավաթը, նույն տարի արժանացել է տարվա բացահայտում եւ ամենախոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստ մրցանակին։ Մանոյանը հանդես է եկել ավելի քան 10 ակումբի կազմում, որոնցից են ռուսական Կուբանը, Կիպրոսի Կարմիոտիսան եւ Նեա Սալամինա ակումբները, լեհական Սանդենցիան, Հյուսիսային Մակեդոնիայի Ռաբոտնիշկին, ազգային հավաքականի կազմում անցկացրել է 26 հանդիպում, Հայաստանի առաջնության 5-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, կրկնակի սուպեր գավաթակիր, այս ամենին Դավիթը ասել է տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, բայց հայտնի է դարձել Իվետա Մուկուչյանի տեսահոլովակում 3 վայրկյան համբուրվելու շնորհիվ։ Իվետա Մուկուչյանի կլիպի տղա, Դավիթ Մանոյան, եկեք ծափարենք։ Շնորհակալություն Իվետային։ Այսքան բան արեցի, բայց մի անգամ։ Իսկ դժվար էր այս ամենին հասնելը։ Ու նկատի ունեմ Իվետային։ Վերջինի հետ շատ։ Դե փաստացի ֆիլմում նկարվում Արադ 73-ին մասով, այնտեղ ֆուտբոլիստ եմ, այսքան կարողացա ես մնաս ասել։ Բայց դա Իվետա մտնում է։ Բայց մոտավոր նույն դերն է իմ մոտ, ոնց որ եղել է։ Էլի պաշտում եմ, ինչպես է։ Մոտավոր դե հստակ ֆուտբոլիստ է։ Մրցավարի հետ ամբողջ։ Չէ, Իշտոյանը սենց շատ ինքը տենց հավատարիմ, ընտանեկան տենց մարդ է ինքը։ Դե չասեմ, որ հետո տեսնեք։ Կարոտում ես։ Շատ։ Հիմա ամեն ինչ անում եմ, որ վերադառնամ, շատ դժվար է, բայց իսկ Իվետային։ Եղբայր։ Ես ամեն ինչ անում որ վերադառնամ։ Դավիթին եւս ծափարենք։ Եվ ես առաջարկում եմ մենք սկսենք առաջին փուլը։ Իհարկե, սկսեցինք։ Առաջին Ես կարամ այդ մեգաբայթ պայեմ չխաղամ ինձ կյանքում։ Ուշադրություն։ Հայտնի շվեդական Սանգդանս սիմֆոնիկ ռոք խումբը իր 3 ներկայացուցիչների հետ Օլաֆ Էրիքսոնի, բաս գիտար, Գուստավ Լինգրենի, դաշնամուր եւ Հայկ Իսկանդարյանի հետ դհոլ եւ 36 երկրպագուների խնդրանքով ու Հայկի մեծ ցանկությամբ կլինեն Հայաստանում իրենց 3 օր մոլորակի շուրջը տուրի շրջանակներում։ Նոյեմբերի 14-ին նոյեմբերյանի երիտասարդական պալատին գիծայգում 13:00, նոյեմբերի 15-ին Արմավիրի կիթառի մասնագիտացված խանութում առավոտյան 10:15 եւ եզրափակիչ համերգը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում։ Հյուրերի համար նախատեսված հանդերձարանում Նոա Արարատ հանդիպումից անմիջապես հետո 23:00 խումբը կկատարի իր բոլոր հիթերը՝ Դանսելա Նատեն, Դու Օջ Ջակ եւ Վագենհեմ երգերը։ Խումբը մեծ սիրով կսպասի ձեզ, քանի որ եթե չգաք, խումբը այնքան ժամանակ կունենա համերգներ, մինչև հավաքի հետ գնալու գումարը, որը կազմում է 1430 եվրո։ Ես մի հատ հարց մինչև առաջին հարցը տալը հետաքրքիր, քանի որ այստեղ Էրիկը կա, ամենաանհարմար տեղը, որ ելույթ ես ունեցել, որտեղ ա եղել։ Ամենաանհարմար տեղը։ Որ անհասկանալի դահլիճ ա եղել, փոքր ա եղել, չգիտեմ։ Շատ ծիծաղալու պատմություն կա, մի օր ուրեմն զանգահարում են, ինձ ասում են, որ Ռուսաստանից հայեր են, բավականի տենց ունևոր մարդիկ են, ուզում են իրենց կանանց մարդիութը նշել ինչ որ արտասահմանում, որևիցե այլ երկրում։ Վերջում որոշում են, որ դա պետք է լինի Բուդապեշտը։ Ես գնում եմ Բուդապեշտ, բնականաբար ինձ հետ մարդ կա, միասին գնում ենք, որ sound check անենք, մտնում ենք այդ տեղը, որտեղ որ ես պիտի ելույթ ունենամ, գցած է սեղան, երկար սեղան, նեղ, փոքրիկ նեղ տեղ է, ասենց սեղան է գցած ու 2 հոգու ափս է։ Ասում եմ, բա ուր են սա։ Եվ այստեղ ո՞նց է էլի այդ ամեն ինչը լինելու։ Պարզվեց ընդամենը 2 հոգով էին, տղամարդը իր սիրելի համար որոշել է անակնկալ անել։ Իսկ լավ անցավ։ Լավ անցավ այնքանով, որ այդ սիրելին ընդհանրապես հայ չէ, ուկրաինացի է, եւ սիրում է Sold-out ա եղել։ Sold-out ա եղել։ Full zal է, հա։ Մեկը չեկե դալիճի կեսն է։ Սիրելին ընդհանրապես հայ չէր ազգությամբ, երիտասարդ գեղեցիկ կին էր, ով սիրում էր իմ սիրահարված երկորորում է օրոր։ Ես 40 րոպե պիտի ելույթ ունենայի, որից 30 րոպեն երգել եմ այդ երգը։ Ու ինքը 30 րոպե լացել է։ Ինձ ինչի է թվում ռուս։ Լացել է։ Լացել է, ես գնացել եմ Բուդապեշտ, լացացել եմ։ Առաջին հարցին ասենք միանգամից ու սկսենք Էրիկից։ Առաջին հարցը Էրիկին 100 մեգաբայթ։ Հաղորդման սկզբում հնչեց բառեր տարբեր
Նորացել եմ արդեն։ Էրիկի պարտականությունն է, ասես ընդամենը 2 բառ այդ բառերից, գոնե 2-ը։ Շատ խառը բառ։ Հաղորդման ամենասկզբում։ Բայց գիտես ինչ ենք ես կանցած։ Ամենասկզբում Սանտա Մոնիկան եմ հիշում, Կալիֆոռնիան։ Էդի ուղակի բառեր ես։ Դե բայց բառեր էլի, Չէ, ամենասկզբից։ Կարամ առաջին ասեմ, սենց Աթամնաբուժարան։ Օթապարիկ 1, օթապարիկը հիշում եմ, երկրորդ։ Հիշում եմ մի հատ էլ տենց մասնագիտություն էր էլի նման մի բան, բայց այդ Էդի Նորոյի մետալուրգներ։ Չէ, ինչ որ օթապարիկ բան տենց ամենահաղորդման սկզբում տենց մի բան Եվս մեկը։ Դե մեկը Սանտա Մոնիկան եմ, ասեցի։ Չէ, Սանտա Մոնիկան ասվել է։ Էդի ուրիշ տեղ։ Էդի ուրիշ խաղ։ Էդի մյուս հարցը զգում չէ։ Ուրիշ հաղորդումից է։ Էդի գույլողակից 7-8 իրարից տարբեր բան է ասել։ Չեմ հիշում Ինչ որ մի հատ երկրի անուն կար ու այդ երկրի ինչ որ մի հատ բան։ Երկրի Չկա պատասխան, հաշվում նորոն 3-2-1 ես անում։ 2-1 պատասխան Չկա պատասխան։ Իսկ ես կարամ մի քանի հատ իջեցնեմ պորտուգալական կոստյում, այսպեսի բառեր են։ Այս իմիշ կղմինդեր։ Բարձրաստիճան կղմինդեր, աղասը։ Կղմինդերներից ուժեղ է։ Ոչինչ։ Լավ, ո՞ս կղմինդեր։ Ես կղմինդեր։ Հարց աղասին, որքան էր Նորոյի շախմատի վարկանիշը։ 1973։ 100 մեգաբայթ աղաս մանուկը։ 73 Հարց Դավիթին, Դավջան, ինչպես էր մեր նախկին համահաղորդավար Արմենը անվանել հիշաչար երեկոյի բուլղարական տարբերակը։ Վեճերը դե պարզ է, վեճը պետք է լիներ։ Դեմն է խառը տարեր ես ասում լինում։ Վեճերն է դες։ Հիշաչար ոնց Не забивчивый, забив, հա, մոտիկ եմ։ Не забитый вечер։ Զաբիցը B-ով չէ։ Забутый вечер։ Դու շատ թույլ ես։ 3 2-1 Ապրես, չկա պատասխան, запомнишь-տասը вечер։ Запомнишь-տասը вечер։ Էրիկ, Այո։ եղբայր, խնդրում եմ ասես աղասի 2 հայկական պարուսույցներից երկուսից գոնե մեկի անունը։ Ֆրունզիկ էր մեկը ոնց որ։ Այո, ասել։ Ճիշտ է, Ֆրունզիկ Եղոյան, ճիշտ պատասխան, 100 մեգաբայթ։ Հարց աղասին։ Լեհական որդիում է խաղացել Դավիթ Մանոյանը։ Վիշնևսկյան։ Ունենք, շատ բարձ է, Սանդեցիա։ Սանդեցյանն ենք ասում։ Եվ Դավիթին հարց է, Թբիլիսի որ հայտի թաղամասում է մեծացել Էրիկը։ Ես չեմ հիշում։ Համանուն գետ է կա։ Համանուն գետ է կա, բանտ է ինչի, որ 2000։ Ես հիշում եմ։ Դու հիշում ես։ Դու աչքինգ ես։ Արի հետո բայց դու Բայց այսօր առաջ անգամ ես։ Դու ինչ ես հիշել։ Անկետ ես հետաքրքիր դու առաջ անգամ ես այսօր լսել ու հիշում ես, թե գիտեիր։ Պատասխանը։ Բարպետ։ Տենց բառը կոնկրետ գլ կար մեջ։ Ահա, գլը հիշում ես, բայց մի շարունակ։ Ապրես։ Երրորդը Գլդան։ Հուշում են տարտար։ Բրավո, աղաս, բայց ոչ մի միավոր քեզ աղաս։ Հարց Էրիկին, որքան հետևորդ ունի նորոն Instagram-ում։ Այդ հետևորդների պահը հիշում։ Ես հիշում եմ, որ 54% կանայք են։ Մի տոկոս բան ենք են։ Այդ կվադրոբերներ տղամարդիկ։ Բայց Մնացածը չգիտեմ։ ֆոլովերների քանակը չեմ հիշում։ Լավ, 100-ով ասկսում։ Ես հիշում եմ։ 100 Քո հետևորդներից լավ հուշում։ Երկու անգամ քիչ առնվազն։ Քեզ թվում է ես իմը հիշում եմ։ Ավելի դժվարացրի։ Ավելի դժվարացել։ Աղասին մեջ 3 անգամ։ 100,000 Ահա, հիմա մնաց են պոչը։ Մնաց են 5 թիվ է։ 993, խոսքի մոտապես տես մի բան։ Համարյա ճիշտ ասես, դու հիշում ես։ Ես հիշում եմ 115163։ Դե լավ, դե ոնց։ Ասավ 162, ասավ չէ, արդեն 163։ Քանի լիտր մեղրաջո ես խմես։ Մեղրաջով լողաց է եկել։ Չոտքի ասես։ Այ շատ չոտ կես։ 155,163։ 62-ը դառավ 63։ Հիմա արդեն իդեպ 67 են Այ արդեն 200,000 նացա։ Ճիշտ է, որ ավելանում էր անընդհատ։ Եվ այսպես ովքեր էին Էրիկին Հայաստան բերող վարորդները։ Սերժիկն ու Վանիկը։ Այս հարցը գրած էր, բայց Էրիկ այնքան շատ ասեց, արդեն չեն կարող մոռանալ։ Դավջան, հաղորդման սկզբում հնչեց կատակ մեր խաղի կանոնները հեշտ են ինչպես ինչը։ Ասեմ, Արին ես միշտ ես կամ Աղասեն դատանի եմ, որ ասեմ։ Չէ, բայց ես որ 3 նստարան առաջ է ձեռը գալիս։ Մենք որ ընդհանրապես նույնիսկ չեմ հիշում որ խոսացել ես այդ։ Որ եկել եմ։ ես առաջարկում հարցերն է արդեն աղասը տա պատասխանները մեկակ Դավթաշենի կամուրջի խցանում է։ Ժամը 7-ի խցանում է, բայց ցավոք
որտեղ ճիշտ պատասխան չեղավ։ Հաջորդ հարցը Էրիկին Sangdance խումբը որ երկրից էր հայտարարության մեջ ծախաղերով որ գալիս էին։ Որ համերգներ էին տալիս։ Այո։ Sangdance խումբը։ Ես մեկը չեմ։ Ես որ անկեղծ սկիզբից չեմ էլ լսել, որ Նոյեմբերով բանով համերգներ էին։ Որտեղից էին իրենք։ Եվրոպական իմ համար ամենաերաժշտական երկիրը։ Իտալիա։ Չէ, Իմ համար ամենաշեկ արտիստներով։ ամենալուրջ երաժշտական պրոդյուսերներ տված երկիրներից մեկը։ Պրոդյուսերներ Ես առաջարկում մի շանս էլ ու վсё։ Մի վարքյան։ Եթե իտալիան չի, անգլիան չի, երաժշտական պրոդյուսեր եվրոպական նորվեգիան չի։ Շվեդական։ Այո։ Սա հերիկը Առանց ուշում։ Առանց ուշում։ Հիշելով եւ այսպես հարց աղասին Արմավիրում Sangdance խմբի համերգը որտեղ էր տեղի ունենալու։ Չեմ հավատալ։ Դու հիմա պլյուս կարող ես։ Այսի բոլորից քաշում ես արդեն։ Արմավիրում։ Արմավիրում, Որտեղ 10-15 առավոտը։ գիտարի մասնագիտացված խանութում։ Չեմ հավատում։ Մեգաբայթ։ Ո՞ւմ հուշում։ Ո՞նց է հիշում, չեմ հավատում։ Եվ հարց Դավիթին սանով եզրափակվում է առաջին փուլը, ինչպես էր կոչվում խմբի տուրը։ Եթե ամենասկզբում էր, իրոք չէր Ես լսվում։ ասեմ, Չէ, ամենասկզբում չէ։ Որ խմբի տուրը, այդ նույն խմբի։ Sangdance-ի մասին է։ Հիշում եմ Ոսպեսեր օրերը 16, 17, 18, ոնց որ պիտի, բայց տուրը ինչ էր կոչվում։ Չգում ես մենք թվերն ենք էլի անգամ։ Մտ աշկենք էլ։ 3 օր մոլորակի շուրջ։ Հա։ Երեկո մոլորակի շուրջը վար առ վար աղաց։ Արի մի 10 մեգաբայթ ուղակի տակ, էլի որ կապ չունի։ 17։ 17 մեգաբայթ տալիս։ Աշկենք կա։ Կարաս դու իմ երկի բառերն եմ միշտ հիշես։ Բաուշտիկով հուշի։ Եկեք աղասին ծափարենք։ Այո, աղասին ծափարենք, Եվ ավելի ամփոփենք առաջին փուլը։ Եվ այսպես, Դավիթից ենք սկսում։ Ամփոփելը։ Դավիթ Մանոյան։ Եկած չեկած մի 0 մեգաբայթ։ Էրիկ Կարապետյան 200 մեգաբայթ։ Եվ Աղաս Մանուկյան 317 մեգաբայթ։ Աղասին եւս ծափարենք եւ այսպես տեղափոխվենք երկրորդ փուլ։ Եվ այսպես երկրորդ փուլ եւ առաջարկում եմ միանգամից առաջին հարցը տանք Էրիկին։ Աղասը հումորով ասեց Վանաձորից հետո որ քաղաքում է հանգստացել։ Բա Աղասին դեպքը։ Աղասը հանգստացել է։ Ես իրիշ չեմ հիշում որ դու գնացել ես հանգստանալու։ Վանաձորից հետո առհասարակ քո կյանքում ուր ես հանգստացել։ Չէ, խոսքի մեջ որ ասեցին։ Կարող իրական չի հանգստացան։ Հա, խոսքի մեջ ասեցի որ ես հանգստացել։ Այդ օրս Մոտիկ։ Հետհաշվարկը Վերջի սկան 3, 2 եւ 1։ չկա պատասխան։ Իժևսկ։ Իժևսկ մարդը հանգստացել է ակնկալ։ ով անդեղ հանգստան։ Աղասին հաջորդ հարցը աշխարհի ամենաինտիմ ելույթը որը ունեցել է Էրիկը որ քաղաքում է տեղի ունեցել։ Բուդապեշտ։ Բրավո, Բուդապեշտ։ Էրիկը մի բան մտածում է դի չէ։ Ես նույնիսկ ցեցի կասկածել եմ։ Ինչ դիմել։ Չեմ խոսացել։ Ճիշտ է պատասխանը Աղասին 200 մեգաբայթ։ Մերսի հայ ջան։ Հարց Դավիթին, Դավ ըստ Գրիգի, ես եմ Գրիգը։ Աղասը քանի տեսահոլովակ ունի YouTube-ում։ 5 Չէ։ 5։ Հա։ Վերջի թիվը ճիշտ ես ասում։ Դիմաս 15, հա։ 25։ Սաղ ասենք 35-ը հնչեցնում ենք։ Հաշվենք, եկեք հաշվենք Դավիթին եւ Արոյանը։ Եվ այսպես հարց Էրիկին 200 մեգաբայթի համար Դավիթ Մանոյանը Իշտոյանին բնութագրելուց ինչպես բնութագրեց։ Իշտոյանին բնութագրելուց ամենաընտանեկան մարդ, այսինքն իր ընտանիքը հարգող սիրող։ Այո, եղել է։ Ընտանիքին հավատարիմ մարդ, ճիշտ է պատասխանը 200 մեգաբայթ Էրիկին Աղասին անցանք։ Եվ այսպես հարց Աղասին ըստ Էրիկի ինչ է մետալուրգը։ Այն նայ ծանր է տանում է։ Դու որ չեմ հիշում ցանում եմ տան։ Հիշում ես դու Էրիկ։ Ես հիշում եմ։ Հա։ Թվերը գնացին 3, Բայց 2, հետո ասեմ ես։ 1։ Արտաշ, ըստ Էրիկի արտաշ։ Արտաշ դու ասիր ձուլող։ Այո։ Դավիթին հարց։ Եվ այսպես ըստ Էրիկի որոնք են ամենաերաժշտական եվրոպական երկրները։ Իտալիա, Անգլիա, Ու ճիշտը մնաց։ վերջին ճիշտ պատասխանը որ ասաց, Շվեդիա։ Շվեդիա 200 մեգաբայթ Դավիթ Մանոյան։ Եվ այսպես ինչքան գումար էր ծախսել նորոն Դորտմունդում։ Դորտմունդում էին 1000 քանի 100 եվրո էր ոնց որ։ Ինչքան։ 1500 քանի Մետը նայեք նորոին Դորտմունդում։ Քանի օր ես մնացել։ Մի գիշերական։ Մի գիշերում։ Ես ծախսել ես մոտավորապես մի 600
Քանի եվրո։ Պատասխանը ընդունեցինք սխալ, չէ։ 150 եվրո։ 150 եվրո, ասեմ ավելին 150 դոլար։ 150 դոլար ասեմ ավելի Միակ մարդավոր Եվրոպայում։ Մտես Վանաձորցի հանրագիտանին եկել։ Այս անիմաստ ինֆորմացիաների շեմարանին մտնա։ Էնցիկլոպեդիա։ Հարց աղասին Բուդապեշտի երկրպագուհին ինչ էր արել Բուդապեշտում Երիկի ելույթի ժամանակ։ 30 րոպե լացել էր։ 200 մեգաբայթ։ Եվ վերջին հարցը այս փուլի Դավիթին ինչքան գումար չծախսեց Սանկտ Պետերբուրգում աղասը։ Չեմ հիշում ասածը, բայց երև մի 1000 եվրո չի ծախսը, 1000 ռուբլի չի ծախսը։ Մտ աղասինն է, աղասին տենց հեշտ կպրծնեն։ Աղասը ասենց ասեմ, ես հուշում անեմ, աղասը տենց 3 ընկեր ունի։ Օ, բրավո, բրավո։ Շատ լավ հուշում էր։ Տենց 3 ընկեր ունի։ Ես առաջարկում եմ 3000 հաշվար կանես։ 3000 ռուբլի։ 3000 ինչ։ 3000 ինչ։ 3000 Դոլար, հա, Վանաձորում դոլար է, չէ՞, ոնց է։ Բայց Վանաձորում չէ, ասա որպես այս հաղորդման նորեկ։ Հաշվենք ճիշտ։ Սա վերջին տարբերակը թող լինի։ Դա 200 մեգաբայթ ծափարենք դավիթին եւ ամփոփենք երկրորդ փուլի կանոնները։ Էրիկ Կարապետյան 400 մեգաբայթ եկեք ծափարենք։ Դավիթ Մանյան, չգիտեմ ոնց 600 մեգաբայթ ոնց է եղել։ Ոնց է եղել։ Վերջի փուլով է։ Եվ աղաս Մանուկյան 717 մեգաբայթ Առաջարկում 33 էլ ավելացնենք աղաս։ Ինչքան դառնա։ 750։ 750-ը պետք չի գալի։ Ուղղակի մենք հիշենք, մենք ապել չենք։ 750 մեգաբայթ էսպայից ֆիքսենք աղասին եւ ասենք երրորդ փուլին։ Գնացինք։ Եվ այսպես երրորդ փուլ մենք հասանք երրորդ փուլը հնչելու է ձայնային հաղորդագրություն, կա վիդեո հարց եւ կա մեկ նոր edge իդեպ, որը կոչվում է NoroGBT, կամ ձայնային հաղորդագրություն եք լսելու, կամ վիդեո հարց, կամ NoroGBT-ին, ես տալիս եմ նորային հարցեր, անունն է փոխվել, նույնն է մնացել։ Տալիս եմ նորային հարցեր, նորն ինչ ուզում է պատասխանումը պետք է հիշեք։ Բայց դուք ամեն մեկը սրանցից մեկը կարող եք ընտրել, ըստ կանոնների ամենաշատ միավոր վաստակած մասնակիցն առաջինը որոշում ինքը ինչ ձևաչափով է խաղում, աղաս ջան, որն ես ընտրում։ Ձայնային, վիդեո հարց, NoroGBT։ Չէ, վիդեո հարց։ Վիդեո հարց ընտրեց աղասը, հետաքրքիր տարբերակ էր։ Միավորներով երկրորդը Դավիթն է, Դավիթ ջան։ Նոր բանը, NoroGBT։ NoroGBT եւ Էրիկին մնաց ձայնային հաղորդակցությունը։ Ես էլ իշտակա ես 1000 դրամ։ Բայց մինչեւ շարունակել ասեմ, որ այստեղ պետք է ավելի լարեք ձեր հիշողությունը, որտեղ ամեն ճիշտ պատասխանը 300 մեգաբայթ է եւ այս փուլից հետո մեկը լքելու է։ Եվ այսպես սկսում ենք աղասից, աղաս ընտրեց վիդեո հարց։ Ես խնդրում եմ լարես տեսողությունը։ Լարես հիշողությունը, ամեն ինչ կարող ենք մենք հարցնել։ Քեզ 3 հարց է լինելու, ամեն ճիշտ պատասխանը 300 մեգաբայթ, աղաս ջան էկրանը եւ ձայնը քոնն է, գնացինք։ Աղցան վինեգրետ։ Խաշած լոբուն, նույն չափի կտրատած խաշած գազար, կարտոֆիլ ավելացնել, լցնել մարինացված վարունգ կտրտած, թթու կաղամբ կտրտած, գլուխսոխը խորանարդաձև կտրատել, վրան կիտրոնի հյութ, շաքարավազ աղանել, տրորել, մարինացնել, ապա լցնել աղցանի վրա։ Խաշած եւ կտրատած բազուկին բուսայող ավելացնել, խառնել, սա էլ լցնել բանջարեղենի վրա։ Կիտրոնի հյութով, մանանեխով, բուսայողով, աղուսև պղպեղով սոուս պատրաստել, հարել, խառնել աղցանի հետ, զարդարել մաղադանոսով։ Եվ այսպես 3 հարց աղասին։ Առաջին հարցը հնչում է այսպես. Ինչ գույն էր խոհանոցային դանակի պոչը։ Սև։ 300 մեգաբայթ աղաս Մանուկյան։ Ես նույնիսկ նայում եմ շատ Էրիկը չի ֆիքսել, որ խոհանոց կարող է, այդ ձև չի ֆիքսել։ Ըստ Բաղդատոմսի, ինչպես պետք էր կտրել գլուխսոխը։ Աղասի հստակ չեք հուշում, չէ՞ որ։ Ունը հիշում էր, Այ որ ֆուտբոլ չխաղայր։ Ցեխերի մեջ։ Գլուխսոխը մանր չէ։ Կլորաձե։ Ես ասեմ, մի քիչ մոտիկ է ինքը ասում։ 2 Սել է հետ աշխատանք։ Վահանաձև։ Չկա պատասխան, ճիշտ պատասխանը խորանարդաձև։ Խորանարդաձև։ Եվ երրորդ հարցը, ինչով էր պատրաստողը խառնում բազուկը։ Բազուկը լցրել, սկսեց խառնել։ Ինչով էր։ Մեկ տարբերակ ունես։ Այսինքն Չեմ կարող երկու տարբերակ։ Չէ, մի բանով է խառնել, երկու տարբերակ ոնց ես ասում։ Մի տարբերակը փայտի բանով են, մյուս տարբերակը գթալով։ Փայտի ինչով։ Եթե երկուսից մեկը ճիշտ լինի հաշվենք,
3 2 համաձայն ես 1 Վերջնական պատասխան Ձերքով։ Ոչ Պատարակաղով աղաս 300 մեգաբայթ բայց էլի վաշի Ադես դուս։ աղասին ծափարենք եւ այսպես Դավիթի հերթը ասավ նորո GBT մեր արհեստական բանականությունն է այժմ Մարտով անկեղծ չգիտի ինչ հարց տալու բայց մի քիչ լավ չի աշխատում էլի մեր այս նոր արհեստական հայկական տարբերակն է Եվ այսպես նորոյնը հիշես հետո դրանից լինելու է 3 հարց ամեն մեկը 300 մեգաբայթ Ես պատրաստ եմ կարող ես փոկվել Եվ այսպես Որն է Նորոյի գարնան սիրած օրը դեկտեմբերի 8-ը Նորոյի սիրելի բանաստեղծական երգտողը Սիրում եմ քեզ Արշալ Լուիս Գնա արի բարի լույս Դու ես գրում Ես եմ գրում դրա ամբողջ գազելը կա ուղղակի Ամենասիրելի 3 փողոցները Եվրոպայում Շվիլներ Կարդոնա ու Տերյան Ինչ է անում Նորոն երբ տխուր է Լացում է անձրևի եւ կարկուտի տակ Ինչն է դառնում տխրության պատճառ Նորոյի Կարկուտը Որն է Նորոյի սիրելի երաժշտական ոճը Break dance 4 բառով բնութագրի ինչա սերը Սերը մաղադանոս թախից բույր եւ պանդուխտ 3 բան որ կփոխեիր պապիկի մեջ Պապիկի Հա տատիկին Եվ Աչքերը։ Եվ աչքերը ինչու ոչ աչքերը Քո պատասխաններն էլ Եվ այսպես պատասխանները հնչեցին Դավջան Շատ հեշտ էր կարծես Շատ հեշտ էին Առաջին հարցը 3 սիրելի փողոցները Եվրոպայում Նորոյի որոնք էին Շվիլնևսկ ճիշտ լսեցի, Տերյան։ Ոնց Տերյանը ճիշտ Շվիլնևսկ ասաց։ Ոնց Շվիլնևսկ լսեցի ես, չգիտեմ Երկրորդը Շվիլնև։ Շվիլներ էր իրականում ասել, բայց ճիշտ համարենք Շվիլներ Ռուսական ավելի ասած Նևսկ Տերյաններ։ Տերյան եւ երրորդը Դա չեմ իմ երրորդ, մենակ Տերյան։ Ես գիտեմ, էլի, պրոստը չեմ ձեն չեմ անում։ Ու էդ է գիտես 3 2 1 Աղաս Կորդոբա էր Կարդոնա։ Կարդոնա ասես Կարդոնա։ Կարդոնա Բրավո աղաս բրավո Եվ այսպես 4 բառով ինչպես բնութագրեց սերը Նորոն Ասեմ։ Եկի եմ իշեմ արա։ Աղաս պատասխանի։ Խնդամենը որ դու կարել ես ինտրեիր Էս կարել է Որը Թախից պանդուխտ։ Երրորդը բույր Եվ մաղադանոս Մաղադանոս։ Եվ վերջին հարցը Դավիթին որն էր Նորոյի սիրելի երաժշտական ոճը Break dance։ Break dance 300 մեգաբայթ Որը իրականում պարային ոչ է Դե Նորոն երկը Դարումն է դեպքում Դե որտեղ երկը դե պարը Դավիթին ծափարենք 300 մեգաբայթ Եվ հիմա ձայնային հաղորդագրությունը գնաց Բարև Համլետ ջան, Սաֆարյան 17-4 ձեր շենքի լիազորն է Գագիկ Սարգսյան։ Համլետ ջան, արդեն 2 շաբաթ ուզում զանգեմ, ուղղակի լավ համար ես ծախել եմ, դե նեցը լավ փող էին տալիս, ոնց չծախեի։ 75,000 քիչ փող չի, էլի։ Հա, ինչ է ասում։ Ձեր լիֆտի փողը արդեն 4.5 ամիս է չեք տվել, դա արդեն կազմում է 6700 դրամ։ Դուք էլ 8-րդ հարկում եք ապրում, ես նայել եմ լիֆտի թվերից ամենամաշած 8-ն է։ Դա նշանակում է ամենաշատը այդ են սխմել, դրա համար հարկի ժողովուրդը մի քիչ շատ պետք է տա։ Ես հեղինային հասոյին ու արտաշինել եմ ասելու, որ շատ է լինելու։ Անվտանգության վճարն չեք վճարել 35000-ի կարգի է։ Շնորհ սպասի, դու սեպտեմբեր, հոկտեմբեր ու մայիսն էլ չես տվել, ուրեմն քոնը 55000 կլինի։ Մեկը պարտք է, որ վերցրել էի քեզնից տվել եմ ձեր 15-րդ հարկի Արամեն, ինքն ասես տվել է Լվային քտի Սակոյին, ինքը պետք է չորեքշաբթի տար քեզ 134,000-ը, բայց մնացածն էլ աղբերս ռգայից գ կտա 15000-ը։ Առաջին հարցը մի անգամից Չկան գումարվել վաճառել իր համարը Գագիկը Ամենասկզբում 7000 թե 6000 դրամ էր Մի քիչ ես էլի ասում 60000 դրամ 70000 դրամ Մի քիչ ես քիչ ասում Դե լավ 80 Մի շատ ես ասում Արամասը իջելա 75,000 ես քեզ էի ստորգում 75,000 Դու աղասի ռեակցիա ես քեզ 75,000 լավ էս ներենք 300 մեգաբայթ Մեր վրա 74-ը նստեք, ես 75-ով տալիս եք ես պատասխանը Եվ այսպես լիֆտի փողը քանի ամիս արդեն չէին Ասեմ Դա աղաս համբերի 2 թե 3 ամիսը չեմ վճարել, տենց էր։ Մի հուշիկ ես հաշվում եմ արդեն 3 Մի հատ ուշել ենք արդեն 7 ամիս չեմ վճարել 7 ամիս, վերջնական պատասխան աղաս 4.5
4.5 Աննորմալ 4.5 ճիշտ պատասխանն է։ Ես հնարավոր չէ։ անդադ 7 եմ հիշում։ Եվ վերջին հարցը, այս փուլի ինչքան էր կազմում գումարը, որը չէին վճարել։ 35000 դրամ։ Լիֆտի համար։ Եթե ամիսը 7500, հա։ Ո՞վ ասում ամիսը 6000։ Ես պատրաստ եմ։ Իսկ ուշում են, ես կամա չգիտեմ, սպասում եմ գալ։ Գիտես ոնց է, մտածում է նոր ասում, չի հիշում միանգամից։ Դա 7000 դրամ է։ 7000 70000 6700 ճիշտ պատասխան։ 6000 6700 Այս ցալը բացկայ 300 մեգաբայթ վաստակեցերիկի եւ ժամանակն ամփոփենք երրորդ փուլից հետո ինչա կատարվում եւ այսպես Էրիկ Կարապետյան 700 մեգաբայթ եկեք ծափան Գարիկ Սարգսյան Սովորությամբ քիչ չի Դավիթ Մանոյանը 900 մեգաբայթ վաստակեց եւ իհարկե Աղաս Մանուկյան 1050 մեգաբայթ Բայց գիտես որ ամենատոփում ինքնա 100-ով առաջ Եվ իհարկե շատ ցավով մենք պետք է ասենք որ Էրիկ Կարապետյանը լքում է Կարևորը Արմենի պես չլինի թե չէ Կարևորը մի օր վերադառնաս Վերջին խոսքը քո Ինչ տվեց այս Շատ ուրախ եմ գտնվել այստեղ շատ հետաքրքիր խաղ է շատ բան հասկացա որ հիշողության հետ խնդիրներ ունեմ ու ասես պետք է զգուշ լինել պետք է եւ ընդհանրապես փաստորեն ամեն ինչ այս կյանքում ինչ որ ինֆորմացիաներ կան որ մեզ պետք չի բայց աղասի հիշում է Ուշքանի ֆորմատիան հիշում Երիկի ծափան ենք վարձը իսկ մենք կհանդիպենք Վալկաններ անց եզրափակիչում Եվ այսպես եզրափակիչ ամեն ինչին պետք է ուշադիր լինել Այսօր առանձնահատուկ է մերից եզրափակիչը, որովհետև մենք բոլորս ներկա ենք գտնվելու նկարչի աճուրդի, նկար է վաճառվում, իսկ թե ինչ նկար է, ինչպես է այն պատրաստվել, ոնց որ նկարի առաջնացուցադրումն է այս բանը լինելու, ես առաջարկում եմ այստեղ ծափարություններով դիմավորենք նկարիչ արվեստագետ եւ էլեկտրիկ Հրայր Ղազարոցին, եթե կարելի է ձեր ծափարություններով Ողջունում եմ։ Դե ինչու համար եք ինձ հրավիրել։ Նախ մինչև նկարին անցնել է, ես տեսնում եմ, այո, նկարը այստեղ է։ Այո, սա իմ հայտնի գործերից է։ Այո, մինչև աճուրդը սկսել է, ես ուզում եմ մի քանի հարց, եթե կարելի է, պարոն Ղազարոց, ինչքան ժամանակ եք դուք արդեն ստեղծագործում։ Ստեղծագործում եմ արդեն մոտ 27 տարի, որից 5-ը իմ ցանկությամբ։ Իմ ուսուցիչը եւ ինձ ուղղորդողը եղել է Մհեր Դավինչին, վստահ եմ բոլորդ գիտեք, ով ինձ սովորեցրել է ինչպես նկարել, ինչպես միտքը ճիշտ ներկայացնել։ Ես ուզում եմ մի քիչ ներկայացնեք ձեր կտավը, ինչպես է կոչվում։ Կտավը փակ է, տեսնում եք, բայց բացելու եմ, ուղղակի չեմ ցանկանում ձեր աչքերին 5 րոպեից ավել հաճույք պարգևել։ Ինչ է։ Շատ երկար եմ մտածել կտավի անվան շուրջ։ Կոչվում է Բարբարոսի մաղձը։ Կտավի վրա ես աշխատել եմ մոտ 8 տարի, 11 րոպե եւ 4 մակնաքաշ, մեկի մեջ սոխով։ Ասեմ, որ կտավի ինքնին շատ յուրօրինակ էր, որի մեջ օգտագործել եմ 27 տարբեր տարատեսակ գույներ, հիմնականում դեղինը, նեկտարինը եւ ֆիոլետը։ Վերջին հարցը, ովքեր են ձեզ ոգեշնչում ստեղծագործելու։ Ինձ ոգեշնչում են շատերը, օրինակ Դիեգո Վելասկեսը կամ Դիեգո Արմանդո Լեո Քրիստիանոն։ Ինչու ոչ նաև Բոչելին եւ այն ականջը կտրած Վան Գոգը։ Չէ, Վան Գոգը շատ պարզ էր։ Դեմի հարևանը։ Մայք Թայսոնը հիշեցի, Մայք Թայսոնը։ Նա նույնպես դեմքի վրա գիտեք ինչպեսի նկարներ էր կարողանում նկարել։ Անցնենք միանգամից կտավի վայելելուն։ Հիշեցնեմ, աճուրդը սկսելու է ոչ որ չնչին գումարներով, սկսվելու է 400 դրամից, սպասել եմ։ Վերջապես ցույց տվեք, մենք տեսնենք։ Պետք է շատ զգուշությամբ։ Բայց ականջները ուրա որ երկու տարի։ Ականջները։ Եթե կարելի է աճուրդը 400 դրամից։ 400 դրամից սկսենք։ Կան տարբերակներ։
Դուք կոստյումով պարոն 400 դրամ։ 400 դրամ 1 400 դրամ 410 410 400 դրամ 1 410 Դուք պարոն 410 Դուք 400 Դուք 410 հրաշալի է։ Վաճառված է, շատ շնորհակալ եմ։ 410 դրամ նկարը փոխանցեք։ Շնորհակալություն։ Խնդրում եմ ինչին փոխանցի ձեր գումարը։ Ցանկալի է գրպանին։ Դե ինչ Դավ ջան, նկարը քոնն է։ Եթե կարելի է այժմ արդեն մենք հասկացնենք մեր Ես մրցութային թույլ տալիս եմ։ մասը, այո։ 3 հարց այժմ վարպետի ստեղծագործության եւ ինտերվյուի հետ կապված, իսկ այս փուլում ամեն ճիշտ պատասխանը բերում է 400 մեգաբայթ եւ ձեզանից ընդամենը մեկը դուրս կգա սուպեր եզրափակիչ։ Եվ այսպես առաջին հարցը, ինչպես է վարպետի կտավի անվանումը։ Ավեք վարպետ։ Հրաշալի։ Մեր ժամանակ դեռևս արտագրողների աչքը հանում էին։ Խնդրում եմ զգուշանալ։ Երկրորդ հարցը, եւ այսպես. ով էր վարպետի ուսուցիչը։ Այո։ Իսկ վարպետս մորուքն էլ է ձեր նկարած։ Սա մորուք չէ, սա իմ երկրորդ վրցինն է։ Մազերը այսպես եմ նկարել։ Վերջին հարցը, որքան ժամանակ էր աշխատել կտավի վրա պարոն Ղազարոցը։ Լավ վառ գրում են կարծես թե հիմա ստուգենք աղոսը գրում է եւ այսպես առաջին հարցը հնչում էր այսպես ինչպես էր կտավի անվանումը պատտում է աղասը իր թուղթը Բարբարոսի մաղձ խնդրում եմ Դավիթ ջան Ես չգիտեմ ինչ աղջնակ է իշում առաջին բառը չգիտեմ աբզեցի աղջնակը Աբզեցի աղջնակը Աբզես շատ լավ գաղափար է հաջորդ նկարից համար բայց աղասին պատասխանն էր Բարբարոսի մաղձ բրավո աղաս 400 մեգաբայթ Երկրորդ հարցը ով էր վարպետի ուսուցիչը Մհեր Դավինչի Բրավո դե Մհեր Դավինչին բոլորը գիտեն այո երկուսն են 400-ական մեգաբայթ Եվ վերջին հարցը, որքան ժամանակ էր աշխատել կտավի վրա պարոն Ղազարոցը, աղասի տարբերակը Ես սենց եմ գրել մի 2 տարի ականջներ, մի տարի շուրթերի վրա 3 տարի, 15 րոպե 15 րոպե Դավիթինը 8 տարի, 11 օր Եվ 4 մատնակաշ իդեալական պատասխան Դավիթի կողմից Ես ես ինչ էի գրել 11 րոպե Դավիթի պատասխանը եկեք ճիշտ համարենք ես կարծում 400 մեգաբայթ Դավիթին եւս եւ ամփոփենք հասկանանք եզրափակչում վերջ-վերջո ինչ միավորներ են Դավիթ Մանոյան 1700 մեգաբայթ եկեք ծափարենք Դա դրանով ինչքան է Կանային եթերաշրջանի առաջին Հիշաչար երեկոյի Սուպեր եզրափակիչ դուրս եկած մասնակիցը եւ հաղթողը Աղաս Մանուկյան 1850 մեգաբայթ եկեք ծափարենք աղասին բրավո այդքան դրամ որ տակ ինձ գնամ տուն շատ լավ կլինի Դավիթին տան հնարավորություն վերջին խոսքը Աղասին պարտվելը ամոթ չի ինձ թվում Շնորհավորում եմ աղասին հաջողություն եզրափակիչ Դավիթին եւ պարոն Ղազարոցին մենք ծափարենք Դե ինչ, հասանք սուպեր եզրափակիչ, ով կմտածեր Հաղորդման սկզբում, որ աղասը միամիտ լորեցին, բոլորին միամտի տեղ դնելով հասավ եզրափակիչ ֆենոմենալ հիշողությունն ես աղաս, անկախ նրանից սուպեր եզրափակիչը ոնց կհարբի, աղասը հիշաչար մարդ է, ես դա պաշտոնապես ասում եմ, եւ սուպեր եզրափակիչ, ընդամենը մեկ հարց աղաս ջան եւ մեկ հրաշալի մրցանակ Այս եթերաշրջանում մենք սուպեր եզրափակչի հաղթածին նվիրում ենք մի անգամից ռետրո մրցանակ մեր հիշողության մեջ մնացած իդեպ կոմենտներում կարող են մեր հեռուստադիտողները գրել թե հաջորդ հյուրին ինչ ռետրո մրցանակ նվիրենք հնչում է հարցը այսպես հաղորդման սկզբում Նորոն պատմում էր իր եվրոպական արկածների մասին ընդամենը քեզանից հասնում է որպեսզի դու պատասխանես թե քանի օր էր Նորոն անցկացրել Փարիզում Ամստերդամում ինչքան հիշում եմ մնացել էի Այդքան չի հիշես, բայց Փարիզը շատ կարևոր է 7 թե 11 Քանի օր Փարիզում, հետո Փարիզը քինը Դորտմունդը մի օր էր Ամենաշատը Փարիզում էի մնացել Ամենաշատը Փարիզում է մնացել Ամստերդամը քանի օր էր Ամստերդամը 3 օր էր ունենա կամ 4 5 օր է Փարիզը եղել Դա վերջնական պատասխանն է ձեր Աղաս Մանուկյան 5 օր Նորոն Փարիզում Բրավո Մեր տագին բացարձակ հաղթող Աղաս ջան այս տվերը խնդրում եմ վերջում կարող ես հենց այստեղ բացել որպեսզի մարդիկ տեսնեն արդար Արդեն ես հասկացա Հələ
Աղաս ջան, Շնորհակալություն, ես անկեղծ։ առաջարկում եմ գնացուն երեխեքի հետ խաղաս Մարիո ու ծանոթացնես թե ինչեր ենք մենք ժամանակին խաղում, ավելի ճիշտ ինչեր ենք երազում։ Շնորհակալ եմ։ Լավ փորձություն էր իմ համար, որ ես ինքս ինձ համոզեի ու համոզվեցի։ Ապրեք ձեզ։ Բրավո հաղորդման։ Աղաս Մանուկյան, առաջին հաղթող իշաչար երեկոյի ես առաջարկում ծափանենք նաև Նորոին, մեր նոր համահաղորդավարին հրաշալի դեբյուտի համար, իսկ դուք սիրելի երեխաներ վերջ, էլ ոչ մի բան այս հաղորդումից մի հիշեք, այս հաղորդումը մոռացեք, պատրաստվեք հաջորդ 5 շաբթի օրվան ժամը 22:40-ին մենք կհանդիպենք իշաչար երեկոյի ժամանակ ու իհարկե կրկին առաջինով։ Ստեսություն։ Հաջողություն։